Ողջույն ձեզ քուրեր եւ եղբայրներ։ Մեր հերթական բնագից հաղորդում։ Այսօր ես ուզում եմ խոսել մեր երկրում տիրող իրավիճակի մասին, այդ գնային աճի մասին։ Դուք բոլորդ հնարավորություն ունեք այցելեք մեր այսօրվա այդ սուպերմարկետները, շուկան, ինչեմ ասում այցելեք, որտեղ շատերը հնարավորություն չունեն այնտեղ գնումներ կատարել։ Երեք մի մեր ծանոթներից մեկը ասում է, որ 20,000 դրամով մի քանի կիլո միս է առել եւ գումարը վերջացել է։ Այսօր Հայաստանում գները շատ ավելի թանկ են, քան Մոսկվայում։ Շատ ավելի թանկ։ Այսօր Հայաստանում հարկերի տակ հիմնականում տուժում են մեր երկրի ամենաչպաշտպանված խավը, աշխատող մարդ։ Այո, գյուղացին, որը չի կարող հարկերի տակից դուրս գալ։ Քաղաքացին, որը նստում է տրանսպորտ եւ չգիտես ինչի համար մեծ գներ վճարում։ Վարորդները, որոնք այդ կարմիր գծերին կանգնելով կարելի ասել, ես մարդիկ գիտեմ, որ արդեն պարտկով են կանգնում, պարտք են անում, որ քաղաք գնան եւ կարողանան մեքենան կանգնեցնեն եւ ինչ որ հարցով գնան եւ զբաղվեն։ Մենք բոլորս տեսնում ենք ինչ է կատարվում։ Թոշակառուներին ասում են իրենց թոշակները ոնց ծախսել։ Ասում են, էլ չի նելու, իրանք չունենալու կանխիկ ինչ որ գումարներ ստանա։ Եվ իրեն ասում են, այ քեզ տալիս ենք այսքան թոշակ, դու կարաս ծախսես այս ձևով։ Դուք պատկերացնում եք, մարդիկ, որոնք սաղ կյանքը սեփական կատու չեն ունեցել, այսօր կառավարում են մեր երկիրը։ Մեր երկրի ղեկավարը գալիս էր Մոսկվա, մի հատ մեծահարուստի մոտ, անունը չեմ ուզում տալ, փողեր էր ողորմում, որ ստանար, հոտվածներ էր գրում, գալիս է ողորմում էր, որ իր հոտվածները տեղավորեն ռուսական մամուլում։ Մեր երկրի ղեկավարը ժամանակին ընկած փողոց սրա նրանից փող էր ուզում գնել, որ իր թերթը պահի, այսօր ինքը մեր երկրում դառել է հաց լուծող մարդ։ Դրա համար մեր բոլորի վիճակը էս է։ Դրա համար էլ մեր բանտերը լիքն են։ Փաստացի ժողովուրդը աղքատանում է, իրենք պարգևներ են ստանում։ Ու գիտեք ոնց, ինչքան շատ է աղքատանում մեր ժողովուրդը, այնքան իրենց պարգևները մեծանում են։ Ինչ արել պաշտոնատար անձը, որի 2 միլիոն դրամ պարգևավճար ստանա։ Երբ որ հասարակ քաղաքացին չի կարող գնա իր նոր տարվա սեղանի հարցերը հոգա։ Համեմատեք։ Անցած տարիների ձեր նոր տարվա սեղանի հնարավորությունները եւ այսօրը։ Եվ կհասկանաք, որ ես ճիշտ եմ ասում։ Ինչ շատերը ասում են, պարոն գեներալ, դեռ ասում եք, մենք աշխատում ենք, մենք գործում ենք, բայց ժողովուրդ ջան, մի նստեք ձեր տները, դուրս եկեք, դուք տեսեք, մյուս երկրների ժողովուրդները մի փոքր թոշակին կպնում են, սաղ ժողովուրդ թափում է դուրս, պահանջում է կառավարությունից փոփոխություններ։ Մեր երկրի ղեկավարը ինչ ուզես անում է։ Էլ ինչ պետք է անի, որ մենք հասկանանք, որ ինքը մեզ պետք չի։ Ես չեմ ասում ուղղակի դուրս եկեք, չգիտեմ ինչ արեք, չէ, գոնե միացեք են քաղաքական ուժերին, օրինակ մեզ, որ մենք ինչ որ ակցիա ենք անում, մենք ինչ որ գործողություն ենք անում։ Հասկանաք, մենք դաշտում ենք աշխատում։ Ցավոք սրտի պիտի ասեմ,
որ գործունյա ժողովուրդը ով կարողանում է ինչ-որ աշխատի եւ ինչ-որ օգուտ բերի իր երկրին, մեծ մասը դուրս են եկել երկրից։ Աշխատում են Ռուսաստանում, աշխատում են մյուս երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մեր երիտասարդների 10 հոգու, որ հարցնում ես, 9 հոգին ասում են, որ ես հնարավորություն ունենամ գետամ սովորելուց հետո գետամ դուրս։ Շատերը գնում են սովորելու եւ մնում են եւ չեն վերադառնում։ Մեր դիվագնագետների մի մասը այսօր ապրում է դրսում, որոնք դեսպանատներում են աշխատել կամ ծառայել։ Մենք այսօր կանգնած ենք պետականություն կորցնելու հարցի առաջ։ Մեր երկրի ղեկավարը ընկած ով իր դեմ խոսում է քրեական գործերը հարուցում։ 10 տարի հետ է գնում։ Ասում է, այս ինչ տողի ժամանակ դուք խառնվել եք կամ չեք խառնվել քրեական գործը հարուցում։ Լսեք, ձեզ որ տեղից շպրտեն, պետք չի լինելու 10 տարի հետ է թար։ Այնքան բան եք արել։ Այնքան բան եք արել, որ մկան ծակը փողով եք գտնել։ Ժորժ ջան, մենք պետք է սթափվենք։ Մենք պետք է հիշենք, որ մենք հայ ժողովուրդ ենք, որը ունի հազարամյա պատմություն։ Մենք պետք է հասկանանք, որ մենք ունենք եկեղեցի, որը հազարամյա պատմություններ ունի։ Եվ գոյություն ունի, եւ պահել է հայի էությունը։ Այսօր շատ ազգեր կորել են։ Եվ հավատացեք, միայն նրա համար, որ չեն ունեցել նման հարստություն, որը որ մեր հայոց եկեղեցին։ Եվ չի կարա ինչ-որ չինովնիկ որոշի, ով պետք է լինի կաթոլիկոս։ Մանավանդ, որ այդ չինովնիկը անգրագետ մարդ է։ Եվ արտասահմանյան երկրների ծրագրերի կատարողը։ Հիմա էլ խափում է ժողովրդին, ասում է, տեսեք, ասում է, Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, իրանցից բենզին ենք բերել, ուռա։ Ինչ բենզին եք բերել։ Այն բենզինը, որը Եվրոպայից հետ են տվել, անորակ լինելու պատճառով։ Ու ամոթ նրանց, ով լցնում է այդ բենզինը իր մեքենա։ Ամոթ նրանց։ Այդ բենզինի պատճառով մենք ունեցել ենք կորուստներ։ Այդ նավթի տրուբի պատճառով մենք ունեցել ենք կորուստներ։ Այդ տրուբով հայոց արունա հոսում։ Մեր զինվորները զոհվել են։ Այդ բենզինից ստացած փողերի հաշվի։ Մեր արցախցիներին հանել են Արցախից։ Այդ բենզինի հաշվին։ Ու այսօր մենք ուրախանում ենք։ Ինչ ասեմ, պատմությունը ամեն ինչ կանգնեցնելու է իր տեղ։ Ոչ մեկ թող սովետական միությունից հզոր երկիր չլինի։ Հիշում եք, մեզ ասում էին, որ թագավորը վատն է, թագավորը սենց է, թագավորը նենց է։ Անցավ մի քանի տասնյակ տարիներ եւ ամեն ինչ եկավ կանգնեց իր տեղը, թե ով էր լավը եւ ով էր վատը։ Ինչ էլ հիմա նկարեք, ինչ դատել հիմա անեք, ինչ էլ անեք, միևնույն է պատմությունը ձեր տեղը գրել է արդեն, որ հենց այս վարչակազմի օրոք մենք կորցրեցինք Արցախը, դա չի ներվելու պատմության մեջ։ Ուզում ես վաղը Ադրբեջանի հետ պաճպճվի, դա չի ներվելու, մեր ազգի մեջ մնալու է, որ մեզնից եկե հող են տարել։ Չի լինելու ձեր ուզածը։ Ժորժ ջան, պետք է սթափվենք, պետք է միավորվենք։ Ու ձեզ մի բան էլ ասեմ։ Ընտրություններ, եթե եղավ, ոչ մի արդյունքի չենք հասնելու, միևնույն է։ Ինքը նկարելու է։ Ինքը գրելու է, որ ինքը 51% շահել է։ Ինչ ենք անելու, հարց եմ տալի։
Մեկը լավ ու գրեց, ինչ ենք անում։ Մեզ պետք չի չագուչով մարդ մեր երկրի ղեկավար, որը չագուչը ձեռը մանգը, մեզ այդպիսի ղեկավար պետք չի։ Միավորվեք, մենք հաղթելու ենք, մենք պայքարելու ենք, որտեղ ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ ազգերը, որոնք հանձնվում են, վերանում են։